Կեռամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կեռամա Մարացի։ Դու ես այդ գործը սկսել, դու էլ պիտի ավարտին հասցնես։ Հավատս չի գալիս, դու ես իս նզման ասում։ Դուք քարտով կարող եք չես տանել։ Կներեք, բայց իր քարտի արշիվը զառացված է։ Շրջան իմացի, ես գիտեմ դու կարաս։ Հələ չի խոսում։ Բարև Վոհան պապի։ Ես ով է եկել Վոհան պապի մոտ։ Լևոն ջան։ Լևոն ջան, քեզ ով բերեց։ Մաման։ Չէ, մաման չբերեց, Արամը բերեց ու գնաց։ Արամը։ Հա։ Դե արի տենանք։ Այսօր ինչից ենք սկսելու։ Արամ, բայց այդ շատ դաժան պատիժ չի մերի համար։ Մեկը ինքը սենց թե ինչ ունի արդեն կորցրել է։ Դաժան պատիժ։ Չէ, դաժան պատիժ չի, Էդգար։ Ինքը ոնց վարվեց Դավիթի հետ, ոնց սիրտը կոտրեց, մոռացել ես։ Հա ճիշտ ես, կոտրեց։ Կոտրեց ու ամենադաժան ու ամենաստոր ձևով։ Դե ուրեմն ավելորդ հարցեր մի տուր, պատիժն էլ պիտի համարժեք լինի։ Ինչ համաձայն չես։ Էդգար, դու ուզում ես ներկա լինել և քո աչքերով տեսնել մերի պատիժը։ Հենց այսօր դու դա կտեսնես։ Մերին քաղաքում է, տանն է, բռնագրավման գործընթացը շարունակում ես, անցի գործի։ Գիտես, մի կողմից ուզում եմ, որ մերին պատժվի, շատ եմ ուզում, որ պատժվի, բայց մյուս կողմից չգիտեմ, երևի մի տեսակ խղճում եմ Արամ իրան։ Եթե ուզում ես վրեժ լուծես, խիղճը տեղ ոչ մի կապ չունի, հանի մտքից։ Դե գնա ես մի քիչ գործեր ունեմ, համել մերիին պետք է տեսնեմ, սպասի զանգիս։ Լավ։ Սուրճ կխմես։ Չէ, դու լոթ
Լևոնի տրամադրությունը ոնց էր։ Լևոնը դեռ իրան լավ ազգում։ Գիտեմ։ Լևոնի հետ տանը շատ են սիրում։ Գիտեմ։ Երեխին ամեն ինչ հասկանում է։ Հավաքվում ես, հա։ Հա։ Ձարգեցին ասացին, որ տունը ազատ է։ Սա էլ պեստատարն ան բերել։ Իմ բացակայության ընթացքում։ Մի քանի անգամ էլ գրավոր են նախազգուշացրել, որ տունը անհապաղ ազատ եմ։ Բա ինչ ես անելու։ Երևի զարդարս վաճառեմ, ինչև տեսնեմ ինչ արինելու։ Չգիտեմ ինչ պետք է անեմ։ Չեմ ուզում հետս շատ բան վերցնեմ։ Շորերից մի մասն էլ շքավորներին կբաժանեմ։ Չնայած շատ շուտով մենք այդ նույն վիճակում կհայտնվենք։ Մեկ էլ պետք է Սոնայի իրերը վերցնեմ։ Չնայած Սոնան տուն չի գալիս։ Նույնիսկ զանգերից չի պատասխանում։ Չգիտեմ ինչ անում, ոնց է։ Բայց ես գիտեմ, որ ինքը ինձ այս վիճակում չի թողնի։ Ես գիտեմ, որ ինքը կգա։ Ուզում եմ մեքենաները վաճառել։ Այն էլ պարզվում է, որ դրա իրավունքն էլ չունեմ։ Մեքենաներն էլ են գրավի տակ։ Չգիտեմ ինչ պետք է անեմ։ Մենք միասին մի բան կանենք, մի մտածենք։ Լևոնի դպրոցը պետք է փոխեմ։ Պետք է տեղափոխեմ ոչ մասնավոր դպրոց։ Մերի, ես քո կողքին եմ, ինչով կարող եմ կօգնեմ, դու մի անհանգստացի։ Չես կարող։ Այդ մարդը վեր է ժարոցում։ Այդենց բան մենակ ահավոր չարացած մարդիկ են անում։ Քեզնից վերցնում են ամեն ինչ։ Ես գիտեի, որ մի օր հատուցման ժամը լինելու է Արամ։ Ես սպասում էի դրան։ Ուղղակի չէի պատկերացնում, թե երբ և ոնց պետք է դա լինի։ Ինչ հատուցման մասին է խոսքը։ Մենք անցյալում ահավոր բաներ ենք արել Արամ։ Եթե պատմես, մենք միգուցե իրար հետ ինչ-որ ել գտնենք։ Չէ Արամ։ Ինչի ես դու բոլոր դռները փակում իմ դեմ։ Ավելավա ես լրիվ մերակում եմ։ Ես չեմ ուզում ինչ-որ մեկի օգնությանը սպասեմ։ Դա ինձ վրա հետո շատ թանկ անցնում։ Դու Լևոնը մենակ չեք։ Կգաք իմ տանը ապրելու։ Ուսում ես, ես ձեզ մենակ չեմ թողնի։ Ուղղակի դու ինձ պատմիր։ Ես քեզ կօգնեմ։ Խոսքը Դավիթի մասին, հա։ Հա։ Հա, Արամ, Դավիթի մասին է։ Մերի, դու պիտի պատմես։ Պիտի պատմես, որ ես քեզ օգնեմ։ Ես գիտեմ, որ Դավիթը բանտ է եկել։ Ոնց։ Այդ մենք ենք Դավիթին բանտ ուղարկել։ Ես եմ Դավիթին բանտ ուղարկել։ Լավ։ Այդ տղան քեզ ինչ էր արել։ Ոչ մի բան Արամ։ Բա ինչ այդպես վարվեցիր։ Չգիտեմ Արամ, հանգիստ թող։ Ինչու այդպես վարվեցիր Մերի։ Բայց դու ասում էիր, որ սիրում ես Դավիթին։ Ասում էիր, չէ։ Սիրում էի Արամ։ Սիրում էի, Բայց ինչ։
Պապան իդեալական ծրագիր մշակեց։ Վահանը զբաղվեց խաղատան բոլոր հարցերով։ Ալիկը իրականացրեց սպանությունը։ Իսկ ես… Իսկ դու ինչ արեցիր։ Ես սխալցուցմունք տվեցի դատարանում։ Դավիթը այդ օրը ողջ գիշեր ինձ հետ էր մինչև լուսաբաց։ Իսկ ես դատարանում ասացի, որ ինքը գնաց։ Ես սխալցուցմունք տվեցի Արամ։ Ես ասացի, որ ինքն այդ ամեն ինչը ծրագրավորել։ Ինչի մերի։ Բարև։ Ոնց անցավ իրադարձությունը։ Վատ։ Ոնց որ տանում ես։ Ողջ եմ։ Այսինքն։ Արամն է քեզ այստեղ բերել։ Բայլով։ Չի թողնում, որ հանգիստ խղճով այն աշխարհ գնամ։ Ուզում եմ, որ տանջվեմ։ Ուզում եմ, որ հետո իր ձեռքով սպանի։ Ալիկ, ինչ ես խոսում։ Ճիշտ եմ ասում, Սոնա, դու ուղղակի իրան չես ճանաչում, չգիտես։ Գիտեմ։ Չէ, չգիտես։ Գիտեմ։ Չգիտես, չէ։ Գիտեմ, Ալիկ։ Ինձ Դավիթն է պատմել ամեն ինչ։ Ով։ Դավիթը։ Ես գիտեմ, թե իրականում ով է Արամը։ Ուրեմն դու ամեն ինչ գիտես։ Հույսում էի, որ այդ հարցակման ժամանակ կմահանամ, ոնց որ ասում են կմաքրվեմ ու հանգիստ խղճով են աշխարհ կգնամ։ Բայց չէ, բախտս չբերեց։ Հետո մտածեցի, դե լավ, ոչինչ, վիրահատական սեղանի վրա կմնամ, այնտեղ էլ վատտեղ չի։ Մոյցատեղ էլ բախտս չբերեց։ Ալիկ, ինչ ես խոսում։ Դու չգիտես, Սոնա, ես ամեն օր գժի նման Դավիթի հետ էի խոսում։ Ու Աստծուն խնդրում էի, որ ինչ-որ հրաշքով, ինչ-որ կերպ Դավիթը ողջ մնացած լիներ։ Որովհետև այդ բեռով շատ ծանր է։ Հետո պարզվեց, որ ինքը ողջ է։ Ու հավատա այդ ավելի ահավոր է։ Ահավոր է, որովհետև դու գիտես ինչ ես արել իր հանդեպ ու ամեն օր պիտի նայես այդ մարդու աչքերի մեջ։ Նայես ու հասկանաս, որ ինքը ներքուստ քեզ հարց է տալիս։ Ամեն վարքյան է հարց տալիս։ Ու այդ հարցը մի հատ է։ Ինչի։ Ինչի, Ալիկ։ Տեսեմ։ Դու էլ ես ինձ մեղադրում։ Չէ, ես քեզ չեմ մեղադրում։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ ինչի ես տենց մտածում։ Բա ուրիշ ինչ մտածեմ։ Ով, բայց ես հո գիտեմ, թե ժամանակին ինչ են կարել իր հանդեպ։ Արամն ու Դավիթը տարբեր մարդիկ են։ Այս տարիների ընթացքում ինքը շատ է փոխվել։ Ում հանդեպ տենց բան անեի, որ չփոխվեր։ Այդ մենք իրան փոխեցինք, մենք մեր արարքով իրան հերեշ սարքեցինք։ Ով լիներ Դավիթի տեղը, որ չփոխվեր։ Սոն, խնդրանք ունեմ քեզ։ Ինքը լավն է, հաստատ լավն է, այդ Արամի անսիրտ արտաքինի տակ Դավիթի վախրում սիրտն է թաքնված։ Դու էլ ես տենց, ու ինքը հետը զգացել է դրա համար էլ քո առաջ բացվել է, քեզ պատմել է ամեն ինչ։ Այն ինչ ինքը արեց քո հանդեպ, այդ մեր պատճառով ինքը տենց վարվեց։ Իրականում հավատա ինքը այդ մարդը չի, այդ հաստատ։ Չէ, Ալիկ։ Ահա, Սոնա,
Ասում եմ, այդ մենք իրան տենց սարքեցինք, գազան, անտարբեր, սառը, անսիրտ, դա չէ իրականում ինք շատ լավն է, կոնոման, դուք իրար համար եք ստեղծված, դուք երկուսդ էլ շատ լավն եք։ Չէ, հաստատ այդպես չի։ Եթե այդպես չի, բա ոնց է։ Ինքը մինչև հիմա մի աղջկա է սիրում։ Այդ աղջիկը հաստատ ես չեմ։ Չէ, հենց բան չկա, ինքը քեզ է սիրում։ Ալիկ, դու հոյակապ ընկել ես։ Գիտես, ես չհասկացա, որ դու զանգեցիր, խնդրեցիր, որ Արամը գա օդանավակայան։ Նման բան մենակ սիրող մարդը կաներ։ Դու պետք է ապրես, Ալիկ։ Չեմ ուզում։ Ում եմ պետք ես։ Ինձ։ Լուրջ։ Սոնա։ Այս երազը, հա։ Չէ, Ալիկ, երազ չի։ Դու պետք է ապրես։ Դու քո ընկերների համար քո կյանքը կարող է զոհաբերել, բայց հաստատ պետք չի։ Սոնա։ Ալիկ, ես ուզում եմ բուժումս շարունակել։ Այդ շատ լավ է։ Մենք կշարունակենք, անպայման կշարունակենք, իմ համար, հա, բայց, ախր ես արժանի չեմ, Սոնա։ Ես ուզում եմ, որ մենք միասին գնանք բժշկի, բայց դրա համար պետք է դու ոտքի կանգնես։ Հիմա, ես, մի րոպե հիմա։ Հիմա չէ, Ալիկ, ինչ ես անում։ Ալիկ, կարերդ կբացվեն, պետք չի։ Ոչինչ, եղածը կարա էլի թքած կարերի վրա։ Մելիքյանը մի քիչ էլ կկարկատի։ Ալիկ, խնդրում եմ, պարկի։ Չէ, ես հիմա վեր կգնամ ու կգնանք մի րոպե։ Չէ, Ալիկ, խնդրում եմ, պարկի, առողջանաս, նոր կգնանք։ Ասա, որ ես երազ չի։ Երազ չի։ Վերջ ես որոշել եմ, կգաս մեր տուն։ Ես չեմ կարողանալ։ Դեռ պետք է իրերը դասավորան վերջացնեմ։ Ամեն զանգի թող գա վերջացնի։ Արամ ամենվարկյան կարող են գան իստեղից հանել, հասկանում ես։ Դեռ պետք է պահեստ գտնեմ, որ այդ ամեն ինչը տեղավորեմ։ Մի մտածի, այդ հարցը լուծելի է։ Արամ, քո համար այդ ամեն ինչը խաղ է, բայց իմ համար հաստատ չէ։ Ես ես չեմ կարող։ Կարաս մենի։ Լավ։ Բայց գոնե ասա ինչի ենք գնում։ Գնանք կտեսնես։ Широкий выбор изысканных сувениров и эксклюзивные изделия ручной работы украсят любой интерьер. Эксклюзив Декор. Здесь красота оживает. Торговый центр «Вегас» с пересечением МКАД и Каширского шоссе, а также Крокус Сити Молл на 66-м километре МКАД. Ага. Ապրես Լևոն ջան, այսօրվա համար հերիքա հոգնած կլինես։ Չէ, Հան պապ, ես չեմ հոգնել։ Գիտեմ Լևոն ջան, դու չես հոգնել, բայց փայտն ու գործիքներն են հոգնել, չէ։ Իրանք էլ պետք է հանգստանան, Լևոն ջան։ Ինչ իրանք կենդանի են։ Կենդանի են։ Լևոն ջան, կենդանի են, բա ոնց։ Իրենք կենդանություն են առնում մեր ձեռքերի մեջ։ Երբ մենք այս անշունչ փայտից որևէ բան ենք պատրաստում, բա։ Ինչպես հեքիաթում։ Ոնց որ հեքիաթում։
Ծառը իհարկե մեռնում է, երբ կտրում ենք, բայց ժամանակավոր է մահանում։ Էդ ո՞նց։ Լևոն ջան, ծառը մահացած է մնում, մինչև որևէ վարպետի ձեռքն ընկնելը։ Հետո նորից կենդանանում է, երկրորդ անգամ է ծնվում ու որևէ գեղեցիկ կամ տգեղ իր է դառնում, արդեն որևէ օգտակար կամ վնասակար ինչ-որ մի բան։ Իսկ գիտես, թե ինչից է կախված ստեղծածը իրը օգտակար կլինի, թե վնասակար, հա։ Էդ իրը սարքող վարպետից։ Իհարկե իրանից, Լևոն ջան։ Եթե վարպետը շնորհքով բարի սիրտ ունեցող մեկն է, իր ստեղծածը միշտ բարուն կծառայի։ Իսկ եթե վարպետը չար է։ Դե եթե չար է, ուրեմն իր ձեռքի տակով անցած ամեն ինչ միայն չարիք կբերի։ Գիտես, Լևոն ջան, մարդիկ էլ են այդ նյութի պես։ Ու կարևոր է, թե ում ձեռն են ընկնում, ինչ են դառնում։ Եվ հետո այս աշխարհում ինչ արժեքներ կրող են դառնում։ Բա։ Մենք բարի բաներ ենք չէ ստեղծելու։ Իհարկե, Լևոն ջան, իհարկե։ Մենակ թե ստեղծած այդ ամեն մի նյութի մեջ պետք է հոգի դնես։ Էդ ո՞նց։ Պիտի սիրես, Լևոն։ Պիտի սիրես այն մարդկանց, ում գործն ես անում։ Մենակ թե ամեն ինչի մեջ պիտի հոգի դնես։ Օհան պապի կարամ մի բան ասեմ։ Իհարկե, հարցրու Լևոն ջան, ասա։ Դու գիտես պապային բանտ էին տարել։ Հա, Լևոն ջան, գիտեմ։ Հետո ինքը փախավ բանտից։ Բոլորին թվում է, թե ես փոքր եմ ու ոչ մի բան չեմ հասկանում, բայց ես փոքր չեմ ու ամեն ինչ էլ հասկանում եմ։ Իհարկե հասկանում ես, Լևոն ջան, հասկանում ես։ Ես գիտեմ, բոլորը պապայից երես են թեքել։ Ինչ ես խոսում, Լևոն։ Ես գիտեմ, բոլորը պապայից երես են թեքել, բայց ես երես չեմ թեքել։ Ես միշտ սպասելու եմ պապային, միշտ հիշելու եմ ու միշտ սպասելու եմ։ Լավ։ Գնանք, Լևոն ջան։ Գնանք։ Հոգնեցի, գնանք հանգստանանք, արի։ Արի, Լևոն ջան։ Օհան։ Հա, ասում ջան։ Ես ընդմիջում եք անում, ճաշելու եք եկել։ Հա, մի քիչ հանգստանանք։ Հիմա սեղանը կգցեմ։ Չէ, պետք չի, պետ հետո։ Սեղանը հետո կգցես, Հասմիկ ջան։ Հիմա քեզ ասելու բան ունեմ։ Ինչ-որ բան է եղել, Օհան։ Չէ։ Բա Լևոնն ուր է։ Բաքում մնաց, խաղում է։ Հասմիկ ջան, քեզ մի բան պետք է ասեմ, Հասմիկ, բայց ինձ խելագարի տեղ չդնես։ Ինչ է եղել, Օհան։ Հասմիկ, ոչ մի բան, ես էլ վերջերս իմացա, Հասմիկ ջան, կյանքն ինձ համար հիմա ուրիշ իմաստ է ստացել, ու դու էլ պիտի անպայման իմանաս, Հասմիկ։ Ինչը պիտի իմանամ։ Հասմիկ ջան, Հասմիկ, մենք թոռ ունենք։ Լրիվ խելքը թրծրել ես։ Չէ, ինչ եղա։ Չէ, Հասմիկ ջան, դա իրոք խելագարվելու բան է։ Այսքան տարի հետո ու հանկարծ։ Վերջ տուր, Օհան։ Հասմիկ ջան, Լևոնը մեր թոռն է, Հասմիկ։ Չէ։
Հնարավոր չի։ Հա, Հասմիկ, գիտեմ, հիմա քո մոտ ամեն ինչ իրար է խառնվել, բայց էդը տենց է։ Լևոնը մեր թոռն է։ Լևոնը Դավիթի տղան է, Հասմիկ։ Չէ, Օհան, դա հնարավոր բան չի։ Ասում եմ քեզ, Լևոնը մեր թոռն է։ Մեր Դավիթի տղան է Լևոնը։ Ինձ դրա մասին Մերին է ասել, Հասմիկ ջան։ Մերին չէր, որ դատարանում սուտ ցուցմունք տվեց Դավիթիս դեմ։ Եթե Մերին նման բան է ասել, ուրեմն ինչ-որ նպատակի համար է դա արել։ Լևոնը։ Բայց Մերին ու Վահանը Դավիթիս բանտարկությունից հետո ամուսնացան։ Վահանը միշտ աչքի ունեցել Մերի վրա։ Հասմիկ ջան, այդ ամեն ինչն ինչ կապ ունի։ Հիմա այդ ամեն ինչը անցյալում է, Հասմիկ։ Հիմա մենք պիտի ներկայի մասին մտածենք, ներկայի։ Ես քեզ ասում եմ, Լևոնը մեր թոռն է։ Լևոնը Դավիթիս տղան է։ Հասկանում ես։ Հա։ Լևոնի երակներում Դավիթի արյունն է հոսում։ Դավիթը չկա, բայց մենք թոռ ունենք, Հասմիկ։ Դու Լևոնին հետ չես նմանեցնում Դավիթիս։ Հա, Օհան։ Ես օրինակ շատ եմ նմանեցնում, Հասմիկ։ Լևոնը Դավիթիս նման շնորհքով է։ Դավիթիս նման խելոք է Լևոնը։ Լևոնը մեր թոռն է, Հասմիկ, հասկանում ես։ Դու հիմա դրա մասին ոչ մեկին մի ասա, բայց ես ամեն ինչ անելու եմ Լևոնիս համար, ամեն ինչ, այն ինչ չեմ արել Դավիթիս համար, Լևոնիս համար եմ անելու, Հասմիկ։ Օհան։ Գիտեմ, Հասմիկ ջան, գիտեմ, հիմա քո համար դժվար է ամեն ինչ իրար է խառնվել։ Գիտեմ, Լևոնը մեր թոռն է։ Ես էլ երբ իմացա, Հասմիկ ջան։ Երբ է Մերին դա քեզ ասել։ Հասմիկ, հիշում ես, որ հրաժարվում էի վիրահատվել, որ չէի ուզում հիվանդանոց գնայի, կյանքիս վրա խաչ էի քաշել։ Հիշում ես։ Օհան։ Լևոնը մեր թոռն է, Հասմիկ, մերն է, մերը։ Հասմիկ, այսուր, Հասմիկ։ Լևոն ջան, չես հոգնել։ Չէ, բոքտե, Օհան պապի։ Օհան պապի։ Օհան պապի, իսկ ես ծաղիկներով աճացրել։ Ժամանակին Դավիթն էր աճացնում, մշակում էր, էտում, ինքն էր խնամում, Լևոն ջան։ Օհան պապի, կարամ ես մշակել ես ծաղիկները։ Իհարկե կարող ես, իհարկե։ Այն ինչ Դավիթին էր, Լևոն ջան, հիմա քոնն է։ Օհան պապի, ինչ է Հասմիկ տատիկը լաց լինում։ Ոչինչ, Լևոն ջան, ոչինչ։ Արամ։ Հագիր աչքերդ։ Եթե հիմա դա մենք չանենք, էլ երբեք չեն կանի։ Վստահ ինձ։ Արամ, բայց
Հագիր աչքերդ։ Չբացես։ Արից է։ Արամ։ Արամ։ Արամ, ինչ ես անում։ Ես ուզում եմ քեզ ամուսնության առաջարկ անել։ Չբացես աչքերդ։ Արամ։ Եթե մերժելու ես հիմա բացի աչքերդ ու գնա։ Արամ։ Չբացես։ Խնդրում եմ չբացես աչքերդ։ Արամ։ Արամ, ինչ ես անում։ Ես ուզում եմ, որ դու իմ կինը լինես։ Արի ամուսնանանք։ Արամ։ Գիտեմ, որ հիմա ուրիշ բանի մասին ես մտածում։ Մոռացի ամեն ինչ։ Ես քո կողքին եմ, ես քո մասին հոգ կտանեմ։ Արամ։ Նաև գիտեմ, որ քո համար անակնկալ է, բայց ամբողջ ինքնին դրական ու բացասական անակնկալներից է կազմված։ Վստահիր ինձ, հավատա ինձ։ Դու հավատում ես, որ մենք երջանք կլինենք։ Հավատում ես, չէ՞։ Ես միշտ քո կողքին կլինեմ։ Մոռացիր ամեն ինչի մասին։ Միշտ հիշես բա, որովհետև ամեն ինչ սուտ է։ Իսկ հիմա բացիր աչքերդ, որպեսզի տեսնես իրականությունը։ Մուրադ։ Հետ կար։ Արամ, ինչ ես ամեն ինչ նշանակում։ Նշանակում է, որ խաղն ավարտված է։ Հնարավոր է, որ մարդիկ մի օր քեզ իմ մասին ահավոր բաներ պատմեն։ Հնարավոր է, որ նույնիսկ դու ինձ ատես։
Ես գիտեի, որ անցյալը մի մարածների համար ուշ թե շուտ պետքա պատասխան տայի։ Ճշմարտությունը մի օր պիտի ջրի երես դուրս գար։ Նրանք ուշ թե շուտ պիտի ամեն ինչ իմանային։ Միշտ էլ տենց ա լինում, երբ ճշմարտությունը քո մեջ պահելուց դու ցավ ես ապրում։ Կգա օրն ու դու ամեն ինչ կիմանաս։ Կիմանաս ու ինքնուրույն կորոշես, թե իմ մասին ինչ մտածես։ Իսկ մինչ այդ իհարկե դու ինձ կատես։ Որովհետև ես նույնիսկ քեզ ոնց որ պետք է չկարողացա սիրել։ Չկարողացա։ Նույնիսկ քեզ ես ի վերջո դավաճանեցի։ Նույնիսկ քեզ ես ի վերջո լքեցի։ Ներիր։ Եթե կարող ես ներիր։ Ես գիտեի, որ մի օր ես ըլնելու է։ Ուրեմն ձեռնոց ես նետում, հա? Լավ։ Ասակավոր։ Արամ, պատրաստվի, սկսում ենք։ Սակո, այդ Մելիքյան ինչ ասում։ Ասում եմ մինիմում 2 օրից կարան քեզ դուրս գելին։ Ասում եմ 2 օրը տունը պիտի պարկես ուսի։ Արա դες դրան պիտի ժամանակին խփած լինի, էլի։ Այս խոտկեն երբ է։ Այսօր մի ժամից։ Մի ժամից։ Մի ժամից։ Բա ինչի ես կանգնել։ Կհասցնենք։ Կհասցնենք, Սակո, կհասցնենք։ Մեկի մասա լավ պետք չի ես, եսի անջատենք օգնի մետ ոտի կանգնեմ, որ հասցնենք։ Ոնց։ Հիմա դրանց հետ որտեղ ենք պայմանավորվում։ Սանիկ, մենք իրանց հետ ցանկացած տեղ կարանք հանդիպենք։ Բարսա լավ։ Ոչ մի հանդիպում էլ չի լինելու։ Լինելու է, Սանիկ, լինելու է։ Մենակ դրա մասին մենակ ես գիտեմ։ Ու արդեն ես։ Բա ոնց է դդ կանգնեցին։ Զանգեցին։ Չէ, արծերն նամակ են փոխանցել ես։ Աստորը սենց, հա։ Որը դու գիտես, որ քո ձեռքից ամեն ինչ կարանք վերցնենք։ Հիմա հերթը Արամինն է։ Ինչ կասես։ Կասեմ եմ, որ դու հենց այնպես ժամանակ չես կորցրել ու գործողությունների ծրագիր ես մշակել։ Ճիշտ չեմ։ Ճիշտ ես։ Ռաֆիկը հզորացել է, շատ է հզորացել։
Ամենաահավորը գիտես ինչն է։ Ամենաահավորն է նա դեռ շարունակում է ինձանից վրեժ խնդիր լինել։ Հիմա էլ քեզ ուզում խլի։ Դե ուրեմն այդ լավ է, որ ինքն է ուզում։ Թշնամոթին ու սողոսկելը հեշտ դրում։ Զանիկ ինքնագլուխ բաներ չանես։ Դու իրեն չես ճանաչում։ Դե քեզ էլ չի ճանաչում։ Ծանոթացան։ Ես տեսնում եմ մտքումդ պլաններ ես մշակում։ Չէ, ուղղակի խոսում ենք։ Ինչ արեցի նամակը ստանալուց հետո։ Ինչ արեցի։ Իմ տղերքին ես ազատ արձակեցի։ Չի։ Սանիկ այդ թշնամիտ անհամեմատ ուժեղա։ Պիտի խելքով գործես, ոչ թե ուժով։ Ռաֆիկը կստանա ինչ որ ուզում է։ Ավելին ինձ կթուլացնի։ Դու քո ունեցածը հեշտ տվողներից չես։ Ուժեղ թշնամուն ստիպված ես միշտ ինչ որ բան զիջել, Սանիկ։ Ստիպված զիջում ես, թե մտածված զոհաբերում ես։ Սանիկ, չլինի ուզում ես հələ չսկսած խաղից դուրս գալ։ Չէ, չեմ ուզում խաղից դուրս գամ, ուզում եմ շատ արագ սկսենք ու ավարտենք այս խաղը։ Սանիկ հիշի։ Հզոր թշնամուն միշտ էլ հենց իր ուժով պիտի հաղթես։ Մենակ դա շուտ չի լինում։ Մուրադ խորհուրդ չեմ տա։ Մեկը 3 հարաբերությամբ տակ ես տալու։ Արամ, երեկվանից քեզ են սպասում, նստի ավտոն։ Քավոր, ես չեմ ուզում պատճառով էլի զոհել։ Գիտես, աչքս էլ չեմ թարթի ու կրակելու հրաման կտա։ Ասա թող իջացնի։ Զենք իջացու։ Իջացրու նստի մեքենան։ Քո ծրագիրը չսկսած խափանվեց, Քավոր։ Սրանք ինչ են անում ստեղ։ Սա քո բրծիել չեմ դիմանում, աչքերից դեմս սևանում։ Չգիտեմ, դրանք իմ պլանների մեջ չէին մտնում։ Մենակ քո մարդիկ ինքնագլուխ կգործեն։ Եվ ինչ անեմ, Արամի հրամանին են սպասում։ Դե ասա թոտո է տանտեր հրամանը։ Շիպցին երբեք էլ իմ մարդը չի եղել։ Ես կարծում եմ արդեն քո մարդն է։ Ուրիշ մեկը սենց բան չէր անի։ Արամ! Արամ, հրաման դու Արամ! Սակո, Դավիթին ասա թե հրամայի էլ չեմ դիմանում։ Արամ! Ես չեմ հասկանում, այս տղան ոնց է ոտի վրա կանգնում։ Ես ասում եի չէ, ինքը ներսից է ուժեղ։ Արամ! Հրամայի սաղին տեղում փռեմ։ Աննորմալ։ Ես քո տեղեք քանի օր այստեղ են հասել, կհրամայի, ինչ ուզում ա թող լինի։ Չէ, ես տես չեմ կարա։ Չեմ կարա։ Ես Դավիթությունը էլի բռնեց, ինչ անում, Սակո։ Չգիտեմ, ինչ իմանամ, ինչ անում։ Ինչ ես ես տես նայում։ Գալիս եմ հրամայի ձերանց։ Արամ։ Արամ քո հետ եմ։ Արամ։ Ես սեր թաթալաբազներ։ Արամ արեց Սակո։ Տեսար ինչ արեց ապեր։ Արամ արեց։ Տեսար ինչ արեց Սակո։ Շանտեղ չդրեց։ Կարևորը որոշեցինք ու արեցինք, շեֆ։ Սա կարելս քանդվեց։ Սպասի, բուրը բաց։